Եկեղեցի, մայրաթոր, իշխանություն, հակամարտությունը այդպես էլ չի հանգուցալուծվում, դուք ինչպես եք տեսնում այդ հանգուցալուծման հնարավորություն տեսնում եք, որ ի վերջո տետատետ հանդիպում տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի եւ վեհափառի միջև եւ որպես իշխանական падգամավոր կցանկանայի նաեւ ձեր գնահատականը հնչեցնեք, արդյոք դատապարտելի էր այն տեսանյութերը, որոնք վերագրվում էին Արշակ Սրբազանին, որոնք տարածվեցին տարբեր աղբյուրներով, արդյոք այդ անկախ թե ում կողմից է դա տարածվել, թող իրավապահները դա պարզեն, բայց արդյոք դատապարտելի է այդ երևույթը ձեր կողմից, շնորհակալություն։ Վերջից սկսեմ, միանշանակ դատապարտելի է եւ մարդու անձնական կյանք ներխուժելը նման ձևով եղկելի է եւ դատապարտելի է։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին իշխանություն եկեղեցի ձևակերպման մասով, չկա իշխանություն եկեղեցի կամ պետություն եկեղեցի հակամարտություն եւ հակասություն, խնդիր կա, ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, ուրեմն բարձրաստիճան եկեղեցականների, Կտրիչ Ներսիսյանի, ուրեմն հետ, որոնք ուրեմն խախտել են իրենց Աստծուն տված ուխտը։ Եվ սրա մասին է խոսքը եղել ի սկզբանե եւ սրա շուրջա ուրեմն խնդիր է, որ գոյություն ունի եւ ձևակերպումը մեզ համար ընդունելի չի, պետություն եկեղեցու հետ մենք խնդիր չունենք, մենք ունենք խնդիր, արդեն նշեցի Կտրիչ Ներսիսյանի եւ նրա շրջապատի հետ, որոնք ըստ էության իրենց վարքագծով նսեմացնում են ուրեմն ամեն հնարավոր արժեք։ Եվ մեր ասելիքը սրա մասին է, եւ վարչապետը ես կարծում եմ շատ մանրամասն խոսել է, բազմիցս արդեն խոսել է գործողությունների հաջորդականության մասին, ձևի մասին, ինչպես մենք պետքա ուրեմն հոգեվոր իշխանությունը վերադարձնենք ժողովրդին, եւ ամեն բան լինելու է ուրեմն եղբայրական մթնոլորտում, եւ վարչապետը ըստ էության արդեն ասել է, որ առաջնորդելու է այս շարժումը, ուրեմն նաեւ խորհրդակցություններ է կազմակերպում վարչապետն այս ընթացքում եւ այս դրամաբանության մեջ է լինելու եւ ես խնդրում եմ, որ մենք չվերնագրենք գործընթացը որպես իշխանություն եկեղեցի հակասություն կամ պետություն եկեղեցի հակասություն, որովհետեւ այդպիսի հակասություն ուղղակիորեն չկա։ Իսկ երկխոսությունը դուք հնարավոր չեք համարում վեհափառի եւ վարչապետի միջև։ Դա մեծապես կախված է Կտրիչ Ներսիսյանի պահվածքից եւ մյուս հոգեվորականների պահվածքից, բայց կարծում եմ, որ հասցեատերը ձեր հարցադրման ես չեմ, ամեն դեպքում քաղաքականության մեջ եւ կյանքում առասարակ ոչինչ բացառել չի կարելի։ Պահվածք ինչ նկատի ունեք, պարզաբանեք։ Պահվածքն է նկատի ունեմ, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգեվորականները պետք է հեռանան եկեղեցուց եւ վերջ։ Սրան այլ ընտրանք չի կարող լինել։ Այսինքն երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգեվորական պետք է շարունակի իր ծառայությունը եւ մենք որպես հավատավոր ժողովուրդ հաշտ լինենք դրա հետ։ Նման երկխոսություն չի կարող ուղղակի լինել։